Type of girl that'll make you wanna dream. Type of girl that can straight up fuck the street. Type of girl you wanna ice and make me scream. Type of girl you wanna wait for sing the beat. Երբ լսում ենք K-pop բառը, շատերիս մտքում անմիջապես հայտնվում են շքեղ բեմադրություններ, անթերի պարային համարներ, գրավիչ արտիստներ և միլիոնավոր երկրպագուներ։ BTS-ը, Blackpink-ը, Stray Kids-ը, Twice-ը, EXO-ն և մյուս հայտնի խմբերը դարձել են համաշխարհային աստղեր ձևավորելով հսկայական լսարան ամբողջ աշխարհում։ Սակայն քչերը գիտեն, թե ինչպիսի ճանապարհ են անցնում այդ արտիստները մինչև բեմ բարձրանալը։ Այսօր մենք կբացահայտենք K-pop-ի իրական աշխարհը և կխոսենք ոչ միայն նրա հաջողությունների, այլև այն մութ կողմերի մասին, որոնք հաճախ մնում են կուլիսների հետևում։ K-pop-ը պարզապես երաժշտական ժանր չէ։ Այն ամբողջական մշակույթ և հսկայական ինդուստրիա է, որը ձևավորվել է Հարավային Կորեայում։ Այստեղ խոշոր ընկերությունները զբաղվում են ոչ միայն երգերի ստեղծմամբ, այլև ապագա աստղերի համապարփակ պատրաստմամբ։ Նրանք ընտրում են տաղանդավոր երեխաների և դեռահասների, որոնք դառնում են թրեյնիներ, այսինքն փորձնակներ մեր լեզվով ասած, ապագա արտիստների թեկնածուներ։ Շատ երեխաներ իրենց ճանապարհը սկսում են ընդամենը 10-ից 15 տարեկանում։ Այդ պահից նրանց կյանքը կտրուկ փոխվում է։ Նրանք ամեն օր մասնակցում են երգեցողության, պարի, դերասանական արվեստի, լեզուների, բեմական շարժման և ֆիզիկական պատրաստվածության դասերին։ Որոշ փորձնակներ մարզվում են օրական 10-ից 14 ժամ, գրեթե առանց հանգստի։ Նրանցից շատերը այդպես աշխատում են 3, 5, նույնիսկ 10 տարի, հույս ունենալով, որ մի օր կկայանա նրանց դեբյուտը։ Սակայն իրականությունը շատ ավելի դաժան է։ Հազարավոր փորձնակներից միայն փոքր մասն է հասնում բեմ, իսկ մնացածը տարիների աշխատանքի ավարտին ստիպված են լինում հրաժարվել իրենց երազանքից։ Բացի ֆիզիկական ծանրաբեռնվածությունից, փորձնակները մշտապես գտնվում են մրցակցության մեջ։ Ամեն ամիս կամ որոշակի ժամանակահատվածում անցկացվում են գնահատումներ, որոնց ընթացքում որոշվում է ով է առաջադիմում, իսկ ով ոչ։ Եթե արդյունքները բավարար չեն լինում, ընկերությունը կարող է հեռացնել փորձնակին կամ փոխարինել նրան մեկ ուրիշով։ Սա նշանակում է, որ նույնիսկ տարիների աշխատանքից հետո ոչ ոք երաշխավորված հաջողություն չունի։ K-pop-ի ամենակննարկվող թեմաներից մեկը գեղեցկության չափանիշներն են։ Հարավային Կորեայում արտաքին տեսքին մեծ ուշադրություն է դարձվում, և K-pop-ի աշխարհում այդ պահանջները հաճախ ավելի խիստ են լինում։ Շատ նախկին փորձնակներ պատմել են, որ ստիպված են եղել պահպանել խիստ դիետաներ, անընդհատ վերահսկել իրենց քաշը և արտաքին տեսքը։ Իհարկե, կարևոր է նշել, որ բոլոր ընկերությունները նույնքերպ չեն աշխատում, և վերջին տարիներին որոշ փոփոխություններ նկատվում են, սակայն արտաքինի նկատմամբ բարձր պահանջները դեռ շարունակում են մնալ K-pop ինդուստրիայի կարևոր առանձնահատկություններից մեկը։ Իդեպ, քանի որ խոսք գնաց գեղեցկության չափանիշներից, ես հիշեցի, որ մեկ տեսանյութ էի գտել, որը ինձ շատ զարմացրեց ու ստիպեց, որ ես ավելի լավ բացեմ իմ աչքերը և K-pop-ը նայեմ մեկ այլ կողմից։ Հիմա ես ձեզ ցույց կտամ տեսանյութը։ Խնդրեմ։ 야, 세게 안 누르잖아, 지금. 어? 나 지금 손만 살짝 올리고 있는 거야. 후해, 옳지, 후해. 내려가, 없이 내려가자. 야! 하고 있어요! 빨리 빼봐. 빼줘. 진짜 아파 죽어요. 와. Ես ուղղակի խոսքեր չունեմ։ Ինչպես տեսնում էիք, տեսանյութում դաժանաբար բացում էին աղջիկների շպագատը, որը որ շատ ցավոտ է։ Չգիտեմ, կոնկրետ տեսանյութից հետո ինձ մոտ շատ բան փոխվեց։ Իսկ դուք էլի ուզում եք այդլ դառնալ։ Ահա հարցս։ Այսքանից հետո դուք դեռ ուզում եք։ Եթե այո, ապա ես դեռ կշարունակեմ իմ պատմությունը։ Դե ինչ, անցնենք K-pop-ի մեկ այլ լուրջ խնդրի՝ հոգեկան առողջությանը։
Պատկերացրեք, որ ձեր յուրաքանչյուր քայլը հետևում են միլիոնավոր մարդիկ։ Քննադատում են ձեր արտաքին տեսքը, ձայնը, հագուստը կամ նույնիսկ դեմքի արտահայտությունը։ Այդպիսի ճնշումը կարող է ծանր ազդեցություն ունենալ ցանկացած մարդու վրա։ Վերջին տարիներին բազմաթիվ K-pop արտիստներ բացահայտ խոսել են անհանգստության, հյուծվածության եւ դեպրեսիայի մասին։ Ու եթե դու մտածում ես, որ քեզ հետ նման բան կարող է չլինի, դու չարաչար սխալվում ես։ K-pop-ը այնպիսի ինդուստրիա է, որ եթե դու մտնում ես այնտեղ, ուրեմն պետք է պայքարես մինչև վերջ եւ դիմանաս ցանկացած հարվածի։ Բարեբախտաբար այժմ ավելի ու ավելի շատ ընկերություններ սկսել են ուշադրություն դարձնել հոգեկան առողջությանը եւ անհրաժեշտության դեպքում արտիստներին տրամադրում են հանգստի ժամանակ։ K-pop-ի մեկ այլ մութ կողմերից մեկն էլ այսպես կոչված սասենգ երկրպագուներն են։ Սրանք մարդիկ են, որոնք չափազանց մոլուցքային են հետևում իրենց սիրելի արտիստներին։ Նրանք կարող են հետապնդել նրանց, փորձել, գտնել բնակության հասցեն, զանգահարել անձնական հեռախոսահամարներին կամ սպասել օդանավակայաններում եւ հյուրանոցների մոտ։ Նման վարքը վտանգավոր է եւ դատապարտվում է ինչպես ընկերությունների, այնպես էլ սովորական երկրպագուների կողմից։ Տարիներ շարունակ K-pop ինդուստրիան նաև քննադատության է ենթարկվել այսպես կոչված ստրկային պայմանագրերի համար։ Նախկինում որոշ պայմանագրեր չափազանց երկար էին եւ արտիստներին տալիս էին շատ քիչ ազատություն։ Հետագայում օրենքների փոփոխությունների եւ հասարակական ճնշման շնորհիվ իրավիճակը որոշ չափով բարելավվեց, սակայն պայմանագրերի թեման մինչ օրս շարունակում է քննարկվել։ Սակայն արդար կլինի ասել, որ K-pop-ը միայն խնդիրներից չէ բաղկացած։ Եթե այս ինդուստրիան այսօր դարձել է համաշխարհային երևույթ, ապա դրա պատճառը ոչ միայն արդյունավետ մարքեթինգն է, այլև արտիստների հսկայական աշխատանքը։ Նրանք տարիներ շարունակ կատարելագործում են իրենց ձայնը, պարային հմտությունները եւ այս ամենը աշխատասիրության արդյունքն է։ Յուրաքանչյուր ելույթի հետևում կանգնած են տասնյակ մասնագետներ, պարուսույցներ, վոկալի ուսուցիչներ, երաժիշտներ, ոճաբաններ, օպերատորներ եւ պրոդյուսերներ։ Այդ ամենի շնորհիվ K-pop-ը դարձել է աշխարհի ամենաբարձր մակարդակի շոու բիզնեսներից մեկը։ Այսպիսով K-pop-ը ունի երկու կողմ։ Մի կողմից փայլուն բեմեր, համաշխարհային համբավ, ստեղծագործականություն եւ միլիոնավոր երկրպագուներ, իսկ մյուս կողմից երկար տարիների ծանր աշխատանք, խիստ մրցակցություն, մեծ պատասխանատվություն եւ երբեմն լուրջ հոգեբանական ճնշում։ Կարևոր է հասկանալ, որ ոչ բոլոր ընկերություններն են աշխատում նույն կերպ եւ ոչ բոլոր արտիստներն են ունենում հենց նույն փորձը, սակայն մի բան անվիճելի է։ Այն մի քանի րոպեն, որ մենք տեսնում ենք բեմի վրա, հաճախ տարիների քրտնաջան աշխատանքի, զոհողությունների եւ անհավանական նվիրվածության արդյունքն է։ Ուստի երբ հաջորդ անգամ դիտեք ձեր սիրելի K-pop խմբի ելույթը, հիշեք, որ այդ գեղեցիկ ժպիտների եւ կատարյալ կատարումների հետևում կանգնած են մարդիկ, որոնք երկար ճանապարհ են անցել իրենց երազանքին հասնելու համար։ Չմոռանաս հավանել տեսանյութը, բաժանորդագրվել եւ գրել քո մեկնաբանությունը այս տեսանյութի վերաբերյալ եւ գրեք արդյոք հավանում եք նման ֆորմատի տեսանյութեր եւ անեմ սենց վիդեոներ էլի թե ոչ։ Հաջողություն, շնորհակալություն դիտելու համար։